Պաշտպանության նախարարության շենքի մոտ, երբ անհայտ կորած զինծառայողների ծնողները բողոքի ալիք էին բարձրացրել եւ պատերազմից 5 տարի անց իրենց կոնկրետ հարցերի կոնկրետ հարցադրումների պատասխաններ էին փորձում գտնել, նախաքննական մարմինը քրեական վարույթներ նախաձեռնեց, ծնողներին մեղադրեց ուժային կառույցների նկատմամբ բռնություն կիրառելու, ինչ որ փորձելու, ձեր խուլիգանություն, այո, ձեր խուլիգան դառնանք։ Տեսանյութ կար, թե դուք ինչպես եք մեքենայի միջից հանում Ձեռնափայտ էր, թե այդտեղ դուբինկա էին։ Չէ, իմ ձեռնափայտն այլ է, իմ հիմնական ձեռնափայտն այլ է, սա ժամանակավոր է։ Ուրեմն եթե ռազմական ոստիկանության աշխատակիցները իրանց իրավունք են վերապահում, զոհվածի կամ անհայտ կորածի ծնողին խփել ու խփել ոչ թե sense տաղավարի ճակատ կայնացով, այլ sense մեջքից հետևից ստորաբար ծոծորակին։ Ուրեմն եթե իրանց կարելի է մեզ այդ դեպքում խի չի կարելի։ Փաստացի դուք միայն հայտնվեցիք մեղադրյալի աթոռին։ Եթե արդեն գիտեք ոնց հիմա փաստացի 18 հոգի ԱԱԲ-ջիկ են բերել անունով ԱԱԲ-ի չեն բերել նստեցրել, բայց այս մարդիկ ԱԱԲ-ի չէ։ Ասենք ես անձամբ Սրբազանի հետ Կիրանցում մի հատ իրավիճակ էր, ես առաջարկել եմ այնպես մի հատ քայլ կատարենք, մեր նպատակի հիմար մեր քայլը արդարացված էր ելնելու, բայց դա ելնելու էր ոչ օրենքի սահմանում, կտրականապես մերժեց թույլ չտվեց, ասես չփորձեք նման բան անել։ Ասենք լավ, всё, որ ասում ես, չարեցինք, բայց ասենք հետո այսօր այն ինչ է լավ, վնասել է։ Եթե այսօրվա դրությամբ Սրբազանը դառել է տերորիստ, ես դառել եմ խուլիգան, արդեն պարզ է, չէ՞, ամեն ինչը քամին որտեղից է փչում, ինչ նպատակներ է հետապնդում, ինչի համար են այդ ամեն ինչը կազմակերպում, այսինքն ով որ մի քիչ ակտիվ է, մի քիչ ակտիվություն է ցուցաբերում, ով որ մի քիչ իր խոսքը ճիշտ կարում է շարադրի, իրանց կծի ինչ-որտեղ իրանց ասած իրանց ճակատին ասի, նրանք դառնում են բնականաբար արդեն այսօրվա իշխանությունների աշկի փուշը։ Բոլոր Ղուկասյան, մինչև ձեր ձերբակալելը, դուք Պաշտպանության նախարարության ԿՊՊ-ի այդ հատվածում մի ուղիղ եթեր էիք մտել եւ մի արտահայտություն էր հնչել, եթե մեզ չեն ընդունի, մենք էլ մեր ձևով կմտնենք։ Կարող է այդ մեր ձևով արտահայտություն։ Չկա տես բան, հիմա դրանից առաջ էլ 3 տարի առաջ եմ ես այդ նույն մեր ձևով բառն ասել։ Այսինքն ինչ է նշանակում, եթե բառակապակցություն կա, դա արդեն նշանակում է, որ ինչ-որ մեկի հետ է։ Չկա տես բան, ցավը տամ կամ ինչ-որ ես իմ այս մեկին ես, չէ, էդի, գիտես ոնց, դաժե այն բանով էլի սա ասեմ, ոնց որ հեսա էդի դաժե երևի նկատեցիք վիդեոյի մեջ, որ ես այս մի քիչ քմծիծաղով եմ տալի, ասում եմ, դե մենք էլ մեր ձևով կանենք, սենց հասկանալով է սա քամին ուրա տանելու, ես շատ լավ հասկանում եմ ես ինչ են սկսելու ասել։ Այս քրեական գործը ձեր գործողությունները հետագա զսպելա, ձեզ կաշկանդելա, ձեզ վախեցրել են, որ հետագայում որևէ քայլ անեք կամ խնդիր բան։ Չկա տես բան։ Ինչից ես հետ կայնեմ։ Ինչից ես, եթե թո մեկն ու մեկը ինձ ասի, դու պետք է ես ինչ քո գարցես, բայց ինչից ես իմ երեխուց հետ կայնեմ, իմ աղբոր երեխուց հետ կայնեմ, ես եմ սաղորն ասում, ով իր բալից հետ է կայնում, ով իր բալու արունորեն, ինքը պիղծ է, ինքը անբարոյականից զավակ է, եթե ես այդ բանն ասում եմ, ես ոնց կարամ հետ կայնեմ։ Պարոն Ղուկասյան, հանդիպումներ լինում են ազգային անվտանգության ծառայության։ Ես չեմ գնում էլ այնտեղ, չէ, այնտեղ էթալու բան չկա, որ ես հետ։ Գերիներ վերադարձեցինք կոնկրետ Ինչ, գիտեք ոնց, նայեք, հիմա նենց մի հատ հարց է, էդի շատ ճակատագիրն է հարցականը։ Հա, եթե դուք այսօր ունեիք երկու ցամա դատապարտված սիրացի, հələ ես չգիտեմ, էլ ունեն իրանք թե չունեն, դա էդի պարզ է մենք մեր ականջների հիմար չի, որ թե կարող է էլի ունեն, չգիտեմ, բայց եթե անգամ դա իրանց վերջին երկու հոգին էր, ինձ թվում է պետք է մեր բանակցող կողմն էս բանակցեր, որ այդ երկուսի դիմաց ոչ թե ասենք այդ էլի փառքն ասու է 4 եկան, բայց կարային ավելի շատ իա բերեին, կարային ավելի շատ ինֆորմացիա ձեռք բերեին, կարային գոնե անհետ կորածներից ինչ-որ մի բան իմանային, գոնե մի լույս, մի հատ հույս, մի բան, սենց գոնե էլի, սեն արա, ձեզ երկու հատ սենց ԱԱԲ-ի չենք տալի, սիացի վարձկան ենք տալի, տերորիստ ենք տալի, չէ, այդ տերորիստը են, նրանք են, են էին տերորիստը, այս մարդուն ասում են, Լիդիային ասում է տերորիստ, լավ էլի, խնդալու էլի, ժողով։
Դուք այսինքն կփորձեք դուք հետագայում այդ հարցերի պատասխանը ստանաք լավ մեր տղաների հետագա ճակատագիրը ինչ ելներ անհայտ կորածների։ Ասեմ, հետագա ճակատագիրը պալուբոմը պետքա պարզվի, ինչ ուզում ալնի, ինչքան ժամանակ ուզում է տևի։ Ինչքան ուզում է ուրիշ իշխանություն գա, ուզում է էսի մնա, ով ուզում է ինձի չի հետաքրքրում։ Ինձ պետք է այդ երեխեքի ճակատագիրը պարզվի, ինձ ուրիշ հետաքրքրող փաշ չկա։ Ես արդարություն սիրող մարդ եմ, ես ճիշտ եմ սիրում։ Ելեք մարդկանց հետ ազնիվ, ելեք մարդկանց հետ պարզ, ելեք մարդկանց հետ շիտակ, որ մարդիկ հասկանան, լսեն ձեր ասածից այդ մի բան, բայց դուք ինչ եք անում, այդ դուք ասելով սրանց եմ ասում։ Ինչ են անում, այդ իրենց մանիպուլյացիոն ձևերով, այդ իրենց կրուտիտ, վերտիտ, խաբելով, ֆրսնելով, սենց 5 տարին անցավ թմավ, մենք ոչ մի բան չունենք, ինչ էլ ունենք տվինք, այն վաղտ քարտեզներ պետք է տային ինչ-որ մի բան իմանային, տվին չիմացանք, պլաններ ունեին տվին, էլի չիմացանք, մենք մնացինք այն վերջի պլան, որդուրին, սենց ասեմ, բայց միևնույն է, իրանք պետք է տան այդ պատասխանը ինչ ուզում ա լինի, դու ոչ թե միայն նաև այդ անհետ կորածների հարցով իրանք պետք է պատասխան տան, իրանք նաև պետք է պատասխան տան այս զոհվածների հարցով, ես նաև այդ հարցով եմ, գիտեք, շատ խորացած, որ պետք է մեղավորներն էլ անպայման պատժեն։ Հիմա քննիչ հանձնաժողովի զեկույցը տարավ Քոչարյան Անդոն մցրեց ԱԺ-ն ինչ արեց, ծարքիմ всё, ժամկետնած ղրգին արխիվ չկա, ես դիմում եմ ներկայացրել նոր դեկտեմբերի 25-ին 929 ստորագրությունով 929 ստորագրությունները պատերազմն զոհված զինծառայողների անհայտ մարդիկ նայեք, ստե հարցի ինչումն է։ Նախ դեկտեմբերի 25-ին ես ազգային ժողովի փոստը դիմում եմ ուղարկե իմ հասարակական կազմակերպության անունից իմ եւ Տաթևիկ Սողոյանի հասարակական կազմակերպություն, ինքն էլ հասարակական կազմակերպություն, մեր ինքն էլ այդ հարցերով գիտեք, մեր պահանջը որ քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, քանի որ այդ հարցը հանրային հետաքրքրություն հանդիսացող հարց է, ես չեմ պատկերացնում, որ կարող է Հայաստանում մարդ լինի, ումը չհետաքրքրի, պատճառը, մեղավորները եւ այլ հազարավոր հարցեր։ Մեր պահանջը, որ պետք է հանրայնացնեն դա անպայման, քանի որ դա հասարակությանը հետաքրքրող հարց է, չփորձեն ընդդելի մանիպուլացնեն, չգիտեմ, գաղտնիության էս ինչ աստիճան, ինչ գաղտնիություն, հարգելիներս, ինչ գաղտնիության մասին են խոսում։ Գործողություններն ուր եղա եղել Արցախում, Արցախը հիմա ումն է, Ադրբեջանինն է, ըստ իրենց, ըստ մեր չէ, ըստ իրենց։ Դե հիմա եթե այսօր Արցախը Ադրբեջանինն է, ում պետական գաղտնիքը չեն ուզում ասեն, Ադրբեջանի։ Այսինքն իրանք հիմա էթում են նրա վրա, որ էդի պետական գաղտնիք է, ում պետական, որ պետության, ախպեր, Հայաստանի, չէ ախպեր, Հայաստանում չէ, էդ ամեն չէ, եղել է Արցախում։ Եվ բերեք, ասեք, այս սա է մեր, իրանք փորձելու են ամեն ինչ անեն, որ չասեն։ Պատասխան չունեք։ Հələ որ չէ, հələ որ սպասում ենք այդ պատասխանի։ Ժողովի նախագահի անունով եք ինձ ուղարկել Ալեն։ Չէ, Ալեն Սիմոնյանի անունով, ազգային ժողովի նախագահի անունով դիմում ուղարկված է երկու հասարակական կազմակերպության նախագահների անունից եւ 929 ստորագրություն տակը միացված, որ այսքան մարդը պահանջում են, որ դուք հանրայնացնեք էդի, քանի որ դա բոլորիս հետաքրքրում է։ Եթե պատասխանից արդեն կախված է մեր հետագա քայլերը։